Երեխաներին ժպիտներ պարգևելը, նրանց բարեկեցության իրավունքների պաշտպանության մասին հոգ տանելն ամենօրյա պարտականություն է բոլորի համար։ Հասարակության ուշադրությանն ավելի քան արժանի են այն երեխաները, որոնք խնամքի կենտրոններում են ապրում։ Նրանց ներառումը լիարժեք մասնակցության ապահովումը կրթության եւ այլ ոլորտներում հետեւողական աշխատանք է պահանջում։ Էմիլիա Արեգակ զարգացման կենտրոնի երեխաների եւ երիտասարդների հետ հանդիպման այս խնդիրներին է անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանը։ Անահիտ Մանասյանը ծանոթացել է կենտրոնի երեխաների առօրյային եւ շենքային հնարավորություններին, որոնք ապահովված են, հաշվի առնելով սաների մտավոր եւ ֆիզիկական առանձնահատկությունները, ինչպես նաեւ հենաշարժողական սահմանափակումներ ունեցող երեխաների եւ երիտասարդների համար ստեղծված պայմանները։ Ուշադրության կենտրոնում էին նրանց զարգացման, վերականգնման, հոգեբանական եւ այլ մասնագիտական ծառայությունների հասանելիությունն ու որակը կենտրոնի շուրջ 250 շահառուների համար։ Շատ ուրախ եմ, որ այս տարի, երբ մտածում էի ու որոշում, թե որտեղ պիտի օրն անցկացնենք, անմիջապես մտքովս անցավ հենց Գյումրին ու այն պատճառով, որ այստեղ եւս շատ բնակավայրերի նման կան բազմաթիվ կենտրոններ եւ բազմաթիվ հաստատություններ, որոնք երեխաների խնամք են իրականացնում եւ նաեւ երեխաների համար տարբեր ծառայություններ են մատուցում ու այդ տեսանկյունից կարեւոր է խորհրդանշական առումով նաեւ ցույց տալ, որ բոլոր երեխաները անկախ իրենց ունեցած առանձնահատկություններից, հաշմանդամություն ունենալու հանգամանքից, տարբեր այլ առանձնահատկություններից պետք է հավասարապես պաշտպանված լինեն, պետք է երբևէ չենթարկվեն խտրականության։ Մեր առաքելությունը պաշտպանել երեխաներին ամեն օր նրանց իրավունքները, նրանց կրթության իրավունքը, առողջապահության իրավունքը, նրանց ներառելու իրավունքը, սա է Կարիտաս Արեգակ հիմնադրամի առաքելությունը, նպաստել հաշմանդամություն ունեցող դեռահասների երիտասարդների աշխատաշուկայում ներգրավումը, խոսել իրենց իրավունքների մասին, ունեն իրավունք աշխատելու, արարելու, ստեղծագործելու։ Կենտրոն հաճախող երեխաներն ու երիտասարդները մարդու իրավունքների պաշտպանի համար պատրաստել էին հարցեր, որոնք վերաբերում էին իրենց ապագային, ներառական հասարակության ձևավորմանը, հավասար հնարավորություններին եւ սեփական երազանքների իրականացմանը։ Հատկապես կարևոր էին մոտեցող ընտրությունների համատեքստում ուղղված հարցերը, կապված հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացների ֆիզիկական հասանելիության հավասար պայմանների ապահովման հետ։ Հիմա մենք շատ լայնածավալ մշտադիտարկման աշխատանքներ ենք կատարում հենց ֆիզիկական միջավայրի մատչելիությունը գնահատելու նպատակով։ Մենք մի շարք մշտադիտարկման այցեր ենք ունեցել եւ նաեւ հիմա ենք իրականացնում, օրինակ, ընտրատեղամասերի մատչելիությունը, ֆիզիկական միջավայրի մատչելիությունը գնահատելու նպատակով։ Մենք նախորդ տարի բավականին լուրջ մշտադիտարկման աշխատանքներ ենք իրականացրել նոր կառուցվող եւ վերակառուցվող ուսումնական հաստատությունների շենքերի մատչելիությունը գնահատելու նպատակով եւ նույնիսկ մի քանի հրապարակային հայտարարություններ ու նաեւ արտահերթ զեկույց ենք ունեցել հարցի հետ կապված։ Զարգացման կենտրոնի սաները մարդու իրավունքների պաշտպանին հանձնեցին իրենց հեղինակած նկարն ու պատվոգիր։ Հետո միասին կենտրոնի բակում ծառ տնկեցին, որպես շարունակական համագործակցության կայուն զարգացման եւ երեխաների իրավունքների պաշտպանության խորհրդանիշ նվիրված հունիսի 1-ին։ Ջերմուտոնական մթնոլորտում օրը շարունակվեց Շիրակի մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցման կենտրոնում։ Շուրջօրյա եւ ցերեկային խնամք ստացող երեխաները իրենց ձեռագործ աշխատանքների եւ պատրաստած ուտեստների ցուցահանդես էին կազմակերպել։ Անում ենք ամեն ինչ, որպեսզի երեխեքը զգան եւ իրենց իրավունքները պաշտպանված չունենան ոչ մի խնդիր, ինչպես նաեւ մեր մասնագետները, մեր հոգեբանները եւ սոցաշխատողները միշտ մշտական ուշադրության կենտրոնում են երեխաների իրավունքների հետ կապված բոլոր խնդիրները։ Երեխաների նկատմամբ հնարավոր բռնությունների դեպքերը, ծնող երեխա հարաբերությունների պահպանման, կենսաբանական ընտանիքի վերադարձ, կենսաբանական ընտանիք վերադարձի, ինչպես նաև իրավունքների սահմանափակման հետ կապված հարցերը ՄԻՊ գրասենյակի ուշադրության կենտրոնում են։ Ստացվող դիմումները շարունակում են մտահոգիչ ցուցանիշ գրանցել, նշում է Անահիտ Ավանեսյանը։ Պիտի ցավով արձանագրեմ, որ բազմաթիվ են երեխաների հետ կապված, նրանց իրավունքների հետ կապված խնդիրները Հայաստանում հենց ընտանիքների ներսում, որովհետև մենք բազմաթիվ բռնությունների, այդ թվում սեռական բռնության դեպքեր ենք արձանագրում ու բացահայտում նաև հենց ընտանիքի ներսում կամ օրինակ երեխայի լսված չլինելու, որոշումների կայացմանը որևէ կերպ չմասնակցելու բազմաթիվ իրավիճակների ենք ականատես լինում նաև ընտանիքների ներսում, եւ այս տեսանկյունից շատ լուրջ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել։ Կենտրոնում 60 շուրջօրյա եւ 100 ցերեկային խնամք ստացող երեխաների կեցության, սննդի, հանգստի եւ զարգացման աշխատանքային պայմաններին ծանոթացավ։ Մի քանի դիտարկումներ եւս կատարեց։ Օրվա առիթով մարդու իրավունքների պաշտպանը եղավ նաեւ Գյումրիի այլ խնամքի կենտրոններում։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։